Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս ելի ժողովուրդ։ Այսօր մարտի 19-ն է, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Ուզում եմ պատասխանեմ Հայաստանի Հանրապետության վարչապետ կոչված Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եթե ինձ շնտրեք, ամենամաքսիմում սեպտեմբերի լինելու է պատերազմ։ Ուրեմն ես ուզում եմ պատասխանեմ քեզ, բոզի տղա։ Դու ընտրվելուց անմիջապես հետո արեցիր հնարավորինս եւ անհնարինը, որպեսզի ստեղծվի կեղծ պատերազմական գործողություն եւ վերսկսվի պատերազմ։ Վեկալեք փարկասոսը ինտերնետ помнит всё։ Վեկալեք նայեք քո բոլոր ելույթները, քո բոլոր հայտարարությունները 2018 թվականից մինչև 2020 թվական պատերազմի սկիզբը։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ես սկսում եմ իմ բանակցային կետից։ Ես սկսում եմ 0 կետից։ Եվ այլն։ Ամբողջ պատերազմի ընթացքում, կեղծ պատերազմի ընթացքում, քեզ մի քանի անգամ ստիպեցին, փորձեցին, բացատրեցին, պահանջեցին պատերազմը դադարեցնել, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահան։ Դու չէիր դադարեցնում այսպես կոչված պատերազմ, ասում էիր մենք պիտի կռվենք, բայց իտոգում մենք չէինք կռվում, իտոգում Ադրբեջանը կոտորում էր մեր զինվորներին եւ մենք էինք կոտորում մեր զինվորներին։ Քո ծախու հրամանատարները մի հատ սնարյադ, մի հատ արկ չընկավ գազատար, նավթատար, որևիցե մի տրոբի վրեն։ Բոլոր պատերազմի ընթացքում կողքի զինվորները զոհվում էին աջ թերի վրա քո գեներալները, իրանց հիդրոէլեկտրոկայանները, զավոդները, վիլաներն ու գործարաններն էին վաճառում թուրքերին։ Շուշին առանց մեկ կրակոցի հանձնիչ, Քերբաջարը առանց մեկ կրակոցի հանձնիչ, Ղարաբաղը առանց մեկ կրակոցի պլյուս միլիարդ ու կես դոլարի սպառազինությամբ հանձնեցիր, հիմա էլ Բերձոր Կիրանց հանձնեցիր, Հայաստանից հողեր հələ տալիս ես, մի հատ էլ ասում ես հələ ես չընտրվեմ պատերազմ անելու, այ բոզի տղա։ Այ որ դու ընտրվես պատերազմ լինելու, միջանցք էիր ուզում տայր, են էիր ուզում տայր, հասկանալի պատճառերով այդ միջանցքը կողեցին համ քո կամակը, համ իա կամակը, համապատասխան հարևանը, բա որ ընտրված ինչ կլինի, չընտրված, հələ դու չես ընտրվել երկրորդ անգամ, ալնելով հիմա դու ասես պիտի հրաժարվեք սահմանադրությունից, պիտի հրաժարվեք ցեղասպանությունից, պիտի հրաժարվեք արարախտից, պիտի հրաժարվեք Արցախ բառից, պիտի հրաժարվեք ձեր ազգային ինքնասիրությունից, ձեր առանապատվությունից, վաղը մյուսը պիտի ասես պիտի հրաժարվեք Եռաբլուրից, թե չէ պատերազմ պիտի լինի, Եռաբլուրը պիտի քանդվի, Ծիսարակադարը պիտի քանդվի, դու ես ինչ ես անում, բոզի տղա, ով է քեզ ասել որ պիտի պատերազմ լինի, այո, եթե դու ընտրես, նորից կլինի, իսկ իմ ընտրվելու դեպքում ոչ մի պատերազմ էլ չի լինի, Ադրբեջանը, որ հիմա տենց խեռհանեք կսիատվեր վրետու հոխորտում աչուձախ, իմ ընտրվելու դեպքում ոտերը սկուտի, որովհետև գիտի գազից էլ կզրկվի, նավթից էլ կզրկվի, ու ոչ մի նահանջ էլ չի լինելու, Ղարաբաղն էլ հետ կգա, Քերբաջարն էլ հետ կգա, բոլորն էլ հետ կգա, որովհետև ինքը այն ինչ որ հիմա ունի, ինքը տես թպրտում է, որովհետև քո նմանը, Սերժի նման ու Քոչյանի նմանը, Սմերուկ են դրե դրա թևերի տակ, դրա համար էլ թպրտամա, ինչ ուզում ասմա, ոնց ուզում անմա, օթային տարածքը ոնց ուզում օգտագործումա, թուրքերը ոնց ուզում գալի գնում են, առանց պասպորտ կոնտրոլ, առանց ինչ-որ մի բան, դու ասում ես, քո ասածը գիտես որ նա, ընկեր Փաշինյան բոզի տղա, պիտի կան մտնել, թուրքը պիտի կան մտնի ձեր տուն, շռի ձեր վրեն, թքի ձեր վրեն, խչի ձեր վրեն, գոշիկը սրբի ձեր վրեն, ու դուք դեն չպիտի հանեք, որտեղ ձեր անեք, կարող է պատերազմ լինի, ինձ նման կյանք պետք չի, ինձ ըլնելով ես հայ, ես չեմ ուզում որ ինձ չոկսնեն, իմ հետ անեն այն ինչ որ ուզում եմ, ինչ ասեք պատերազմ չի լինելու, եթե Հայաստանում մնացել են քո նման բոզի տղեկը, ես բոլորին ասում եմ հավաքեք ձեր վերջերը, գնացեք Ադրբեջան, հաշտ ու համերաշտ, եթե իհարկե կարած, թուրքերի հետ ապրեք, իսկ դու չես ընտրվելու։ Դու մոռացի, որ դու ընտրվելու ես, մոռացի, անկախ նրանից ես տեղ կլեմ, թե որտեղ կլեմ։ Եթե ակեմ ընտրությունները դու կեղծես, իսկ դու ընտրությունները արդեն կեղծելու ես, ամեն ինչ անելու ես, որ դու ընտրություններով, այսպես կոչված ճակերտավոր վերարտադրվես, չի լինելու։ Ժողովուրդը դուրս է գալու փողոց, ժողովուրդը հետ կառավարության վրա ցիցը կողելու է ֆորտ ու այդտեղ էլ մնալու ես, որ ասում եմ չորացած ջրի նման, բոզի տղա։ Իսկ ինչ վերաբերում է Թուրքին, մենք ավելի վատ վիճակի մեջ ենք եղել, բայց մենք մեր մեջ ուժ ենք գտել, վերականգնվել ենք, մեր ասածը ասել ենք եւ մեր արածը արել ենք։ Հայ ժողովուրդը չպիտի դառնա քո նման բոզի տղու պատճառով, ոտի տակի կեղտ
որ ով ուզենա գավրել կոշիկը սրբի անսի դառնա։ Ես չգիտեմ աշխարհում տես մի հատ բանը պետություն, որ պարտված կառավարությունը վերարտադրվի։ Ես չգիտեմ աշխարհում տես մի հատ ղեկավար, որ գնա հասնի դրսերը Եվրոպայի քուչեկը կամ ես որ մի գրող ուսեր ցավը ու տնի իր ժողովրդին գառլխի։ Սրի ծպնի ժողովրդի վրան։ Ես չգիտեմ աշխարհում մի հատ տես ղեկավար, որ հակառակորդի թշնամի երկրի շահերը ավելի բարձր գնահատի հրապարակայնորեն։ Դուրս գա կրոնի դեմ, դուրս գա տնտեսության դեմ, մշակույթի դեմ, կրթության դեմ, ու այդքանից հետո փորձի վերարտադրվել։ Այդ ուրիշ հարց, որ հիմա ամեն մեկը խոտը բերանը դրած, անկյունը մտած զեն չեն հանան, այդ թվում նաև այդ շնի շատ վարչապետի տեխնացով հելել են, լցվել են քուչեկը, ուզում են վերարտադրվել, եւ հարցարակ հարցի չեն պատասխանում, Արցախը մենա թե չէ, չգիտեմ այնտեղ, որ եկաք դուք սրանց բաժելու եք չէ, նա 10-ին հարց են տվել, պատասխանեց, քաքս կերավ, թե պատասխանեց։ Գնացել է իմ ուրիշ երկրի գեներալա բերի, որ հակաօթային պաշտպանությունը զարգացնի։ Տղա ջան, դու ընտրվել ես, որ գնվես ուրիշ տեղից գեներալ բերում կեր տաշիր։ Կամ այդ ուրիշ տեղի, որ դու այդքան բանակ ես իրեմ, որ դու այդքան գաղափար ունես բանակից, եթիմները, գերդաստանը բանակ խիչի ծառայել, սկսած քեզնից։ Հա։ Եթիմների խիչ ես ճամփե բանակ։ Էս ի՞նչ եք անում դուք։ Կամ այդ ուրիշ տեղի գեներալը չեմ ուզում դաժե երկրի անունը տամ, թույ երկրի հակաօթային պաշտպանությունը զարգացնի։ Եթե կարում է, որ այսօր անձրևա թափը վրեկը։ Իսկ դու փոզից տղա, մոռացի, որ դու կվերարտադրվես, մոռացի։ Ընտրակեղծիկով էլ լինի, որ հանես կողե ժողովուրդը տեսեք ես կազել եմ, արկե չի ստացվելու մոտդ։ Ժողովուրդը դուրս է գալու փողոց ու մորմշ անի քեզ, բռի արևիտակ քեզ ու քո նմաններին։ Ես կախագուշակում եմ քո ապագան։ Ինձ աստղերը այդպես են հուշում։ Դեմա գնա որը ջրի, որ աստղերը տեսան չեն հուշում։ Իսկ դու խաղաղություն չես բերում։ Դու ասում ես թուրքը պիտի խռհանի կողից այդ բերանը, դու քելանե գլգլը։ Եթե կան նման մարդիկ, թող գնան քո նման բոզի ծողուն ընտրեն։ Իսկ ազգի մեծամասնությունը քո նման բոզի ծողուն չի ընտրելու։ Մոռացի հնդիկներին կբերես կողես, չինացիներին թե պորտուգալացիներին ընտրությունների ժամանակ, դա հարցի այլ կողմն է, դա դեմը կառուցի։ Բայց ինչ է պատերազմ եք ուզում, դրանով մի վախացրա, բոզի տղա, դու հրահրիր ես պատերազմ կոչվածը, դու ծախեցիր Արցախը, դու ծախեցիր Բերձորը, Գիրանցը, Քելբաջարը, Շուշին, դու 5000 հոգու գլուխ կինալ վերջում ելավ, պորնիկ կնի կտած այդ զոֆել են հանում ոչնչի։ Բոզի տղա, հիմա մեզ կարող է պատերազմ եք ուզում։ Մենք պատերազմ չենք ուզում, մենք արժանավուն ապրել ենք ուզում մեր հողի վրա։ Մեր հողը քարվանսարա չի, որ ամեն մի բոզի տղա ոնց ուզենա գամատի ասյուր դառնա։ Էդ է իմ ասածը։ Հիմա թող գնան ժողովուրդը հետևություն ունեն։ Ինչ են ուզում են գա թուրքը մտնիաստան մեջ ծծանի, թե ուզում են իրանց հողի վրա նորմալ ապրեն։ Թեմա թող գնա ժողովուրդը որոշի։ Ում անտրոպ ինձ թեք։ Այսքան հաջողություն։